Հա, աղաս, ոնց ես։ Այս դեղը շատ արագ ազդու։ Սիմա, չես հավատա, բայց սկսես թողնել, գիտես։ Դե լավ, ուրեմն ես հանգիստ խղճով գնամ իմ օնլայն հանդիպմանը։ Հա? Իմ բիզնես գործընկերների հետ օնլայն հանդիպում ունեմ, աղաս։ Հա, գնա, հանգիստ գնա, Սիմա ջան։ Լավ, դե լավ։ Պապ, բայց հաստատ թողեց, լավ ես։ Հա, հաստատ թողեց։ Դու ասա տեսնեմ ինչ կա։ Պապ, ես իմ համար շատ կարևոր է, ուզում եմ իմանալ, կասես ինձ, կհուշես տղամարդու ամենակարևոր հատկանիշները, պապ, որ պարտադիր պետք է լինեն։ Հա, տղամարդու մեջ, հա։ Խոսքը ապագա ամուսնու մասին է, թե ընդհանրապես։ Պապ։ Լավ, հա, հասկացա։ Դե գիտես ինչ, Մեգի ջան, շատ ցանկալի է, որ ամեն մի տղամարդ լինի արդար, ազնիվ, բարի, պատասխանատու, այդ շատ կարևոր է, այդ հիշի։ Կարողանա տեր կանգնի, օգնի իրենից թույլերին, պաշտպանի, չգիտեմ, կանանց, երեխաներին, իր ծնողներին վերջապես, տատիկներին, ինչու՞ չէ, իր տունը, իր երկիրը։ Հա, հասկացա, լավ։ Իսկ քո կարծիքով կինը ընտանիք կազմելուց հետո կհասցնի մասնագիտությամբ էլ առաջ գնալ։ Դե հենա, չես տեսնում, մամատ լավ էլ հասցնում։ Այսինքն կնոջից է կախված։ Հա, առաջին հերթին կնոջից է կախված։ Բայց դե տղամարդն էլ պետքա կողքից օգնի անպայման, թև ու թիկունք պետքա կանգնի, պետքա երեխաների դաստիարակությանը մասնակցի, ինչևէ, մի խոսքով։ Չեմ հասկանում, իդեալական տղամարդը թեմայով ռեֆերատ է տվել, գրեք բակունցը։ Պապա, լավ էլի։ Լավ Մեգի ջան, քեզ ավելի պարզ ասեմ, եթե ինչ-որ մեկը կա քո կյանքում, որ քեզ դուր է գալիս, դու ավելի լավ բերի մեծ ծանոթացրու, ես երկու րոպե հետ կխոսեմ ու կասեմ, արժի թե չարժի։ Պապա։ Ինչ պապա, հա, ինչ պապա։ Քեզ թվում է ինձ համար հեշտ է, հա, տունս դատարկվելու է։ Հա, բայց դե ինչ անեմ, կյանքի օրենքն է։ Կմտածես անպայման։ Արման ջան, ճիշտ է, ձեր ասած մարդն է փոխանցել ձեր համարը, ձեր ընկեր Վարդանի հետ կապված։ Իսկ ինչ է եղել Վարդանին։ Դե հուսանք իրան ոչ մի բան չի եղել, ուղղակի մենք պետք է հանդիպենք իր հետ ու խոսենք։ Դու վերջին անգամ Վարդանին երբ ես տեսել։ 4 օր առաջ եկել էր փողի հետևից։ Ինչ փող։ Մեկ ջան գոնե կասեք ինչ է եղել ընկերոջս, որ իրանով ոստիկանությունն է հետաքրքրվում։ Արման ջան, արի դու մեր հարցերին պատասխանի, հետո մենք կասենք։ Լավ, բայց ուսամ ոչ մի վատ բան։ Չէ, ոչ մի վատ բան ձեր ընկերոջ հետ տեղի չի ունեցել։ Ուղղակի մենք փորձում ենք նրան գտնել, որովհետև շատ կարևոր զրույց ունենք։ Իսկ ասեք ինչ փողի մասին է խոսքը։ Իրա պարտքը, որ ընկերոջը ահագին պարտք ունի։ Տոկոսների օրներ ինքը այս ամիս քիչ էր աշխատել, նորմալ փող չկար մոտը, եկել էր տանի օր տա։ Իսկ այդ պարտքը ո՞նց է կուտակվել։ Բիզնես սկսեց ու տակ տվեց։ Լսի, Արման ջան, իսկ Վարդանը որտեղ կարող է լինել։ Տանը չկա, ռեստորանում չկա, ոչ ոք տեղյակ չի։ Իմ մոտ էր լինում, եթե տոկոսի օրը գալիս էր ու մոտը փող չէր ունենում։ Մնում էր մինչև ճարի տա։ Փաստորեն, թաքնվելու սովորություն ա ունեցել, հա։ Ունի։ Արման ջան, իսկ կարող եմ մտաբերես Վարդանի ծանոթներից մարդ կա, ով Range Rover-ը վարում 55 համարներով մնացածը չեմ հիշում։ Սև։ 555, աչայինն է, որ ընկերոջինը։ Այդ ումից որ պարտք էր վերցրել։ Հա։ Սա ինքինն է զանգումներ։ Կամաց խոս է ասում եմ։ Արև տատը իրում են, ինչ է չխոտ։ Կամաց։ Շակեիսն ինչ չի իր ասում, որ ճանաչում ես։ Ասեիր, որ ինքինն է ու զանգում։ Ասեք, թե քո ասասն է, հետո ինչ։ Հետո են, որ իմացա, որ եկել է։
Ով այս կին։ Երեխու մասին էր խոսում, ասում էր, որ բարտատին պիտի տեսնի, էլ չի դիմում։ Սուսե 100 անգամ ես քեզ ասեցի, որ իմ գործերի մասին քեզ չեմ պատմելու։ Երեխու եղիշակի, ես էլ չեմ համոտում որսա։ Ընդհանրապես կա գործը։ Բա ինչա քո կարծիքով։ Չգիտեմ, չեմ կարող ասել, բայց սիրտս ինչ-որ բան ա վկայում։ Ես հաղթեցի։ Մորքու պատկասպես ես եմ հաղթել։ Ախր շատ խելացի տղա է։ Այ երևում ա, որ մայրիկը քեզ հետ շատ է պարապել։ Շնորհակալ եմ։ Սպասում էի խաղը ավարտես, որ գնանք ուշը արդեն։ Լավ է, մամ։ Կարող եմ մի քիչ մնանք։ Չէ։ Պիտի գնանք։ Մենք էլ պիտի հանգստանանք, մարդիկ էլ ուշը արդեն գնացինք։ Արվի, ես տեղ երկար ես մնալու։ Դեռ այստեղ եմ։ Կգաս։ Կամ էլ կարող ենք այգի գնալ Էդմոնի հետ, եթե դեմ չեք։ Հո, այգի։ Ես այ մեծ լավ այգի գիտեմ, այնտեղ շատ հետաքրքիր բաներ կան։ Մաման ինձ միշտ տեղ ա տանում։ Կներեք ես Լավ Էդմոն, հիմա հագնվի, մամայի հետ գնա, հետո կհասկանանք, հա։ Լավ։ Մտել ես սենյակը, ձեն էլ չես անում։ Կարդացիր։ Հա։ Հետո ինչ ես մտածում։ Ախր դու գիտեիր, որ մտքովդ անցել էր, որ այս մարդը այսքան բան ունի։ Դե ես քեզ պատմել եմ, չէ, որ ինքը ամեն ինչի պատրաստ էր հանուն ընտանիքի։ Ինչ ասեմ, երևի ուզածին հասել է։ Ուղղակի անհնար է, մամա, ազնիվ ճանապարհով այսքան բանի հասնել։ Ասում են ժառանգություն ա ստացել։ Այդ մարդու մոտ որ աշխատել է, ամբողջը թողել է իրան ու մի հարազատի։ Ասում է իր հետ հոր պես ա եղել, ինքն էլ որդու։ Ու դու հավատում ես։ Ինչ ունեմ չհավատալու։ Հանդիպելու եմ հետը, կիմանանք այդ մարդը ով է, հետո կպարզենք։ Ինչ ես մտածում հանդիպելու մասին։ Ներ չունեմ պատասխան, մամ։ Իրոք հիմա չգիտեմ։ Լավ։ Բայց հիշի, որ 3 օրից գնում է։ Հասկացա։ Լսի, բայց ո՞նց անցավ մտքովդ։ Բայկար ես խելացի եմ, չգիտեի։ Վաղը վաչուն մեր մոտ կլինի։ Դե եթե իհարկե ինքն էլ Վարդանի պես չթաքնվի։ Նրանք ասում են, որ Վրաստանից են եկել։ Կարող է Վրաստանա գնացել։ Բայկար, հաստատ չի գնացել ճշտել եմ։ Անցակետում էլ տեղյակ եմ պահել, որ հանկարծ նման անց փորձի դուրս գալ, էլ չի գալ։ Այդ լավ է, բայց որտեղ կարա լինի։ Լսեք, իսկ եթե այդ Վարդանը ինչ-որ նոր ընկերուհի ունի ու իր մոտ է մնում։ Եթե այդ քո ասածը ճիշտ լինի, ուրեմն հաստատ ինքն է սպանել։ Այս Սարմանը բայց լավ էլ նեղվեց։ Զգացիք ձենը դուրս չէր գալիս։ Իսկ ինչ եք կարծում, որ ասեց Վարդանից տեղեկություն ունենա կզանգի պարտադիր, ճիշտ էր խոսում։ Ես հավատում եմ մի տեսակ։ Ասում եմ, ձենը փոխվեց, ահա որ փոխվեց։ Ամեն դեպքում ես մտածում եմ, այդ Արմանի հետ կարելի է էլի խոսել։ Ինքը հաստատ շատ հետաքրքիր բաներ մեզ կպատմի։ Մոտիկ ընկերն է։ Դե առաջարկում եմ մենք էլ տուն գնանք առավոտ։ Ես Ֆաշոյի հետ կխոսամ ու մի անգամից ոստիկանություն կբերեմ։ Ես ու Արսենը կգնանք ու կփորձենք ճշտենք այդ Վարդանը որտեղ է թաքնվում։ Բայկա։ Արևիկ։ Արևիկ։ Հա։ Քնել չես ուզում։ Երեխեն մտքիցս դուրս չի գալիս։
Երեխեն Էդմոնը հարազատի զգացողություն ունեցա։ Եթե չիմանայի, որ քրոջը տղեն է, կմտածեի, որ իմ հայր չունի։ Չէ չունի։ Արի քնելու։ Բաժանված են։ Ոչինչ չէ, որ հարցնում եմ։ Սոսեն չի սիրում, որ իր անձնական կյանքը քննարկում են։ Բայց ես Սոսեին բան չեմ ասել։ Դե գուցե գլխին գնի, որովհետև եթե ինֆորմացիա կա մարդու գլխի մեջ, համապատասխանաբար է իրան պահում։ Կարող է եւ ընկերանալ ինքը քեզ պատմի։ Արի քնելու։ Արիվիկ, արի քնելու։ Մեգի։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինձ կներես երեք հիմար բաներ խոսեցի, շատ եմ ամաչում։ Այս երկրորդ անգամն է արդեն։ Ու ես վստահ չեմ, որ որոշ ժամանակ հետո երրորդ անգամը չի լինի։ Մեգի, ես հասկանում եմ, քեզ դա հետաքրքիր չի, բայց դու ինձ իրոք շատ ես դուր գալիս։ Հա, չեմ խափի, դա տենց է։ Դրա համար ժամանակ առ ժամանակ սենց հիմար բաներ են ստացվում։ Այդ արդարացում չի։ Ես մեղավոր չեմ, որ քեզ դուր եմ գալիս ու մեղավոր չեմ, որ դու քեզ չես կարողանում կառավարել։ Կարողանամ։ Կկարողանամ, որտեվ չեմ ուզում քեզ որպես ընկերել կորցնեմ։ Դե առավել եւս, եթե նման բան ես ուզում, ասեմ, որ երրորդ անգամը իրոք վերջինը կլինի։ Համաձայն։ Պայմանավորվեցիք։ Հիմա ասեմ, երևի մտքափոխվես ու այնուամենայնիվ կարծես, որ իմ հետաքրքրասիրությունը անառողջ է։ Բայց ռիսկի կդիմեմ, կասեմ։ Հրաչ Խաչատրյանից ոչ մի բան չգիտեմ։ Ինչ կլինի իմացի էլի։ Հա, լուրջ ինձ իրոք շատ է հետաքրքրում իր կյանքն ու ճակատագիրը։ Ինչ-որ տարօրինակ արտասովոր կանխազգացում ունեմ, որ ինքը վաղ թե ուշ Համլետի հետ դեմարդեմ հանդիպելու է։ Հա, լուրջ։ Շատ տարօրինակ կանխազգացում ունեմ։ Ու չմտածես ես ամեն ինչ ասում եմ նրա պատճառով, որ ուղղակի ուզում եմ հետը չփեմ։ Անկեղծ այդ չի։ Հավատում եմ։ Բայց հրաչից իրոք տեղյակ չեմ։ Կներես։ Պայքար ավելի լավ է դու մի մտածի։ Դրան միանգամից վերցրա ու բեր բաժին։ Չէ, տղերքը դեռ չեն եկել ու չգիտեմ ինչ ունեն։ Դու իրան բեր բաժին, մենք կհարցաքննենք, հետո կհասկանանք, կարող է ինչ-որ մի բան գիտի։ Լավ։ Պայքարը Լիլի Ադամյանի գործով հիմա մարդ կբերի բաժին։ Աստորեն առաջընթաց կա։ Բա ոնց։ Իսկ քո գործով։ Հա, չես կարող։ Արդեն կարող եմ։ Մտքովս բան անցավ, որոշեցի ստուգեմ։ Ոնց որ թե աշխատում է։ Դու կհիշես, խոսում էինք Հակոբ Սահակյանի մասին, որ Համլետը բերել էր։ Հետո Համլետի գործով զբաղվել է։ Հետո կապեցիր իրար։ Հա, 6 հոգու բիզնեսի մասին ես կասկածներ ունեմ։ Դրանք հաստատ կհետաքրքրեն Համլետին, բայց այն 3-ը Հակոբին շատ լավ ծանոթ են, որովհետև հետները գործ ունեցել։ Գիտես, բայց լավ բան ես մտածել։ Հիմա ուզում եմ հասկանամ այդ 3-ից որ մեկը կարա լինի։ Իսկ զգուշորեն ես փորձում հասկանալ, հա։ Հա, ոնց։ Դասի լավ օգնելու բան կա։ Աղաս, պայմանավորվել ենք, օգնելու բան լինի, առաջինը քեզ եմ ասելու։ Դե հուսանք։ Լավ, հրաչ, իսկ Լիլի Ադամյանի ընկերոջը գտաք։ Դեռ չէ։ Դեռ չէ։
Հրաչ, իսկ այդ 3 բիզնեսմենները, որ ասում ես, դրանք բոլորն էլ Հայաստանում են։ Այն մեկը Հայաստանում վաղուց չի եղել, բայց հիմա վերադարձել է։ Դա հենց կարող է ինքն է ասել են եկել է։ Չի բացառում։ Հիմա ես ուզում եմ դա հասկանամ։ Աղաս ջան, ասելու բան լինի 100% քեզ կասեմ։ Դու լավ ես։ Լավ։ Հիմա այս Լիլի Ադամյանի գործով հասկանանք ինչ է, ով է, ում է բերում։ Հետաքրքիր է թե ում մտքով կանցներ նման բան։ Դե հաստատ ոչ իմ մտքով։ Ինչ ես մտածում։ Մտածում եմ հրաժարվեմ բնականաբար։ Բայց չգիտեմ, մաման ասում է, որ մեկը մեզ ամենալու։ Եթե ես չէ, ուրեմն մաման։ Պապատ ամեն ինչ կանխատեսել է ուրեմն, հա։ Ոնց հասկանում եմ, հա։ Բայց գիտես, մաման ամենաշատ ուրախացել է նրանից, որ կկարողանանք տուն գնենք։ Դե այս տունը մերը չի, վարձով է։ Դա քիչ բան չի։ Ինքդ գիտես, թե տուն ունենալը ինչ մեծ բան է։ Իսկ այդ ժառանգության պահով ես մտածում եմ չի ստում։ Նման բաները շատ հեշտ է ստուգելը։ Դե երբ հանդիպեն կհարցնի։ Դու չես ուզում հանդիպես։ Լավ մտածի մարդ է։ Հաճախ մենք ափսոսում ենք չարածի համար։ Վաղը չեմ այսօրը։ Հեշ լավ բան չասեցիր, բան չի տենց արագ։ Սպասի, կարաս ճշտես, Տոմսը ինքը հանդիպումից առաջա վերցել, թե դրանից հետո։ Ամեն դեպքում ճշտի էդ իմ համար կարևոր է։ Մեկ էլ այդ բնակիչների պահով արագացրեք։ Հա, սպասում եմ։ Մուշեղը վաղը չեմ այսօրը գնում է։ Բա ինչ ենք անելու։ Դա օրը նոր է բացվել։ Տղերքը հիմա աշխատում են, սպասենք մեկ էլ տեսար ինչ-որ հետաքրքիր բան գտնեն։ Մեկ էլ պատրաստվենք զուգահեռ մյուս տարբերակին։ Ինչին, զանգելուն, հրավիրելուն, հա։ Խորը կասկածում եմ, որ կգա, բայց չէ, ամեն դեպքում կզանգենք։ Մեկ էլ տեսար Մուշեղը մեզ հաճելիորեն զարմացրեց։ Իսկ եթե չզարմացնի։ Դե եթե չզարմացրեց։ Բռնում ենք թաթիկներից ու ոտիկներից, նստացնում ենք մեքենան ու բերում ենք ստեղ։ Այսօր։ Օդանավակայանի ճանապարհին։ Ամենաանվտանգ տարբերակն է։ Շակեր, շնորհակալ եմ դրությունը փրկելու համար, բայց ուզում եմ իմանաս, որ քո տուն էլ չեմ գա, մինչև այդ կինը դեռ քո տանն է ապրում։ Ու խնդրում եմ իրան էլ մեր տուն չբերես։ Ինձ դուր չի գալիս ոնց է ինքը Էդմոնին գրկում։ Էդմոնն էլ այդքան զուսպ երեխա լինելով հանդերձ երեկվանից անընդհատ այդ կնոջ անունն է տալիս։ Հարցնում է, թե երբ է նորից տեսնելու։ Չեմ հասկանում ուղղակի, թե ինչի ես այսքան լարված։ Արդեն ասեցի։ Ես քեզ լսեցի։ Հասկանում եմ քեզ իհարկե Սոսե։ Այ լարվածության այդ պատճառը չեմ հասկանում, ավելին քեզ ասեմ։ Ես Արևիկին ձեր տուն բերել չեմ պատրաստվում։ Որովհետև ինքը այն մարդն է, որի մասին Սոսե ջան, մոռացի Արևիկին։ Բայց ինչի է ինքը քո տանը մնում։ Գոնե դա կարող ես ասել։ Որովհետև ինքը այստեղ էլ որևէ մեկը չունի, ումից վտանգ չի սպառնում։ Այդ հասկացար, որովհետև ժամանակին ես իրեն օգնել եմ։ Որովհետև հիմա էլ ինչ-որ խնդիրներ կան, որոնց լուծման ճանապարհին ես կարող եմ իրեն օգնել։ Սոսե, որովհետև էլի որովհետևներ կան, որոնց մասին քեզ ասել չեմ կարող։ Եթե բողոքները տուն հարցաքննությունը ավարտել ես, խնդրում եմ վեր կաց գնա, ես էլ գործերով զբաղվում, շատ գործ ունեմ։
Ուրիշն եմ ուշացել։ Այդ Վաչիկ Ումրոյանից մատնահետքերը վերցրեցի, բժիշկներն էլ մի ուրիշ բան։ Հետո նոր վերադարձանք ոստիկանություն։ Ինքը արդեն հարցաքննության սենյակում է, հրաչը արդեն հարցաքննում է։ Իսկ պատասխանները երբ կլինեն։ Դե հրահանգել եմ, որ շտաբ լինեն, բա ձեզ մոտ ինչ կա։ Դե առավոտն էլի գնացինք ռեստորանը խորտկանոց, բայց ոչ մի նոր բան։ Հալավ այդ Վարդանը ուր է, ես չեմ հասկանում, ուր եղած կլինի։ Կապիտան Բադայանը լսում է։ Ոնց չհիշեցի։ Խնդիր չկա, ձեր նկուղից։ Չէ, ոչ միտեղ զանգել պետք չի, մենք հեսա կմոտենանք։ Արսեն վեր կաց։ Այդ դուր է գնում որ։ Լիլիեն զբակը, ուրեմն տանտերն էր զանգել, ասում է, որ իջել է նկուղ, պահածո անելու, ու նկատել է, որ կողքի նկուղի պատը մի փոքր հատված քանդած է, ու պահածոները պակասել է, մի 10 բանկայի չափով։ Ու հիմա զանգել է մեզ։ Բայց դու դրա այդ ինչ կապ ունես որ։ Պայքար ջան, Լիլիի մոտ որ հայտնաբերել ենք բանալիները, փոխանցել ենք այդ մարդուն, ու ինքը հերթով ստուգում էր ինչ բանալներ կա ու նկատեց, որ նկուղի բանալին չկա, որից որ Լիլին օգտվում էր։ Լուրջ մտածում ես տեղա թաքնվել Վարդանը։ Մտածում եմ գնանք տեղում պարզենք։ Պատասխանները շուտով կլինեն։ Սա ասում եմ, որ հասկանաս ստելը անիմաստ է։ Ստելու պատճառ չունեմ։ Եթե լիներ ինքնակամ ձեր կապիտանի հետ չէի գա։ Առանց կապիտանի գայիր, ինչն էր խանգարում։ Վրաստան էի, ծննդով այնտեղից եմ։ Գիշերն եմ եկել, կարող եք ստուգել։ Եկա քնեցի, առավոտյան ձեր կապիտանն արթնացրեց։ Մենք կստուգենք, մեզ համար դժվար չի։ Չեմ եք կասկածում։ Դե հիմա ասա ինչ հարաբերությունների մեջ է իր Լիլի Ադամյանի հետ։ Սիրել եմ Լիլիին։ 1000 անգամ առաջարկել եմ ընդունի ամուսնությանս առաջարկը։ Եթե ընդուներ, այսօր կենթանի կլիներ։ Մի քիչ շատ չի տարբերությունը։ Դե հա, բայց սերը տարիք չի արծում։ Լավ, արծ։ Դե հիմա ասա որտեղ եք ծանոթացել։ Վերջին անգամ երբ ես տեսել Լիլիին։ Վարդանի հանգուցյալ հայրը ավակ ընկերս էր։ Վարդանը բիզնեսի համար գումար ուզեց, Լիլիի հետ էր եկել, ճիշտը որ ասեմ, հենց Լիլիի համար էլ տվեցի։ Հետո։ Դե հետո այն, որ չկարողացավ աշխատացնի, ռեստորան էր վերցրել, բայց դրանից հետո ես մի քանի անգամ Լիլիին տեսել եմ։ Վարդանի հետ, թե առանձին, ու միշտ նույն խոսակցությունն էր, ընդունել ամուսնությանս առաջարկը, թողնել Վարդանին։ Որն էր պատճառը, որ չէր ընդունում։ Դե սիրում էր Վարդանին։ Լավ, մի անգամ առաջարկել էիր։ Նպատակը, իմաստը, հետո նորից առաջարկելու հանդիպելու։ Հույս ունեի, որ աչքերը կբացվեր։ Այսինքն Վարդանը վատ տղա էր։ Այո։ Լավ։ Վերջին անգամ երբ ես տեսել Լիլիին։ Սպանության օրը։ Մենակ թե չժխտես։ Չեմ ժխտի, սպանության օրն եմ տեսել։ Դե պատմի, բայց մանրամասն։ Այս դասի իմաստն էլ այն է, որ խոսենք, քննարկենք, օգնենք ձեզ, որպեսզի կարողանաք կողմնորոշվել, թե ոստիկանության որ բաժնում եք ուզում աշխատել։ Ինչ որ մեկը որոշել է, թե դեռ մտածում եք։ Ես որոշել եմ։ Չէի կասկածում քո հարցում։ Ուղղակի ուզում եմ հասկանալ, գնդապետ Մամիկոնյանը պատրաստ է քեզ վերցնել իր բաժնում աշխատելու։ Չգիտեմ, դեռ չեմ հասցրել դա խոսել, բայց երևի ժամանակն է արդեն։ Արտյոմ, դու ինչ ես որոշել։ Ես էլ մեծ աճուկով կգնամ գնդապետ Մամիկոնյանի բաժին։ Ես էլ։ Իսկ ես դեռ տատանում եմ քրեականի ու կիբերանվտանգության միջև։ Ես միանշանակ կիբերանվտանգության բաժին։ Մարթա։ Ինձ հետաքրքրում է փորձագիտական աշխատանքը եւ նաեւ կիբերանվտանգությունը։
Տիկին Բակուն, ձեզ ինչ լավ է սենց դաս արեցինք։ Պարզվում է, ես նոր սկսում եմ ճանաչել մեր կուրսեցիներին։ Հա ինչ եք ծիծաղում երեխեք։ Իրոք, չգիտեիք, որ ես վերջերս կիբերանվտանգության ճանաչը կծել է Սոնային։ Ու այդ հետ պարզվում է մի հատ էլ կծել է Մարթային։ Կարեն ինչ կասես։ Դա չենք քննարկել։ Շատ իզուր որ չեք քննարկել, շատ քիչ ժամանակ է մնացել, այնպես որ դիտարկեք, հասկացեք, քննարկեք, որոշում կայացրեք, թե ոստիկանության որ բաժնում եք դուք ձեզ տեսնում եւ ձեր ապագան տեսնում։ Ես առաջարկում եմ ժամանակ չկորցնել, հենց այսօր էլ գնալ գնդապետ Մամիկոնյանի մոտ ու ասել, որ պահեստից 3 ավել աթոռ հանել տա մեր համար։ Բաբր Սոնան էլ մեզ միանա։ Դե եթե Սոնան էլ որոշի մեզ միանալ, ուրեմն պետք է շուտ ասի, քանի որ տեղերը խիստ սահմանափակ են։ Թբիլիսի պետք է գնայի, մի քանի գործ կար անելու։ Մինչ դա տեսել եմ Լիլիին։ Կոնկրետ բան կար թե էլի առաջարկության նպատակով։ Դե մայրը հիվանդ է, դեղ էր պետք, այստեղից չէր ճարվի։ Ես Լիլիին բան չէի ասել, բայց Գերմանիայում ընկեր ունեմ ու ուղարկել էր։ Դա էլ տարել տվել է։ Որտեղ։ Զանգեցի տանն էր, տարատուն։ Ժամանակ Լիլին ողջ էր։ Հա, ողջ էր։ Ես հիմա գիտեմ։ Որտեղ։ Հա, ես գիտեմ տեղը։ Ես հիշում եմ իր դեմքը, ասա։ Հա։ Աղաս։ Աղաս, ես պիտի գնամ։ Շտապը։ Ուր։ Հարցեր մի տուր, մարդ պիտի տեսնեմ ու հետ գամ։ Համլետի գործով։ Հա, Համլետի գործով, շուտ հետ կգամ։ Դու մտի հարցաքննության սենյակ շարունակի, ես քեզ առավոտը ամեն ինչ ասել եմ, դու ամեն ինչից տեղյակ ես։ Ումբրոյան Վաչագանն է։ Վաչագան չի, Վաչիկա։ Ախր հրաչ։ Աղաս, պիտի գնամ, ասեցի։ Քեզ առաջարկում եմ դուռը բացես ու հանգիստ դուրս գաս։ Յան զենկա։ Ողոցյան, մենք գիտենք, որ դու նկուղում ես։ Դուռը բացի։ Թե չէ քո համար վատ է լինելու։ Ներետ կդրի։ Ներետ պաչարը։ Բնակիչների ցուցակը նույնն է։ Իմ տղերքն էլ եմ բերել։ Բայց այ ինֆորմացիան ամեն մեկի մասով մի քիչ տարբերվում է։ Ու դա լավ է, մեկը մյուսին լրացնում է։ Ահ, ինձ էլ թվաց լավ չեմ աշխատել։ Չէ, Դավիթ ջան, լավ ես աշխատել։ Ուղղակի մի բան կա, որ ինձ անհանգստացնում է։ Ինչքան որ կարդում եմ այդ մարդկանց մասին, մեկը ոչ մի ձև չեմ կարողանում կապեմ իրանց իմ իմացած մարդու հետ։ Իսկ կարող է ազգականներ են։ Չէ, ազգական չկա, ստուգված է։ Եթե ընկերներ էին, գոնե ինչ-որ ժամանակ իրանց ճանապարհները պիտի խաչվեին, բայց նման բան չկա։ Լավ, երևի իզուր բարդացնում եմ։ Ուղղակի կանեմ, ինչ պետք է անեմ։
Իսկ ինչ ես անելու։ Կհրավիրեմ զրույցի։ Εσύ գիտես, մի բան մտքովս անցավ, այդ բնակիչների հետ կապված։ Ինչ։ Դուք վստահ եք, որ այդ բնակարաններում ապրող մարդիկ սեփականատերեր են։ Բավարարցով են տվել բնակարանները, ուրիշ մարդիկ են ապրում։ Դավիթ ջան, դու ինձ զարմացնում ես տղա։ Ոնց մտքովս չէր անցնում։ Բայց եթե նույնիսկ այդպես է, դա ոչ մի ծրագրով չի լինի ստուգել։ Այդքան մարդկանց ուղարկես, գնան հատարած ստուգեն։ Ակ ստուգեն։ Չէ, իրոք դու ինձ զարմացնում ես։ Հիացած եմ։ Պապար, բայց Խաչատրյան Հրաչի բա ոչինչ չեմ կարողացել գտնել։ Իսկ Ուրսեցիդ չունի ինֆորմացիա։ Իմ մոտ չգիտես ինչու ունես տպավորությունը, որ ինքը գիտի, բայց ինձ չի ասում, խոսապում է։ Բայց ես կզբաղվեմ այդ հարցով։ Կճշտեմ։ Ուղղակի ուզեցա ասեմ, որ իմանաս, որ չեմ գտել։ Քո հետ մի ասածը ամեն ինչ ծածկեց։ Դու անհոգ մնա, ապրես։ Հրաչ քեզ չզանգեմ, ում զանգեմ։ Ասացի տեղյակ պահեմ։ Լավ։ Ում հանգիստ ես մնում ու չես խփրտում, եղավ։ Ուր եք ինձ տանում։ Անալիզ անցնելու, հետո ոստիկանություն։ Ինչ անալիզ։ Իա, այդ ոստիկանությունը դուրս եկավ, անալիզը չէ։ Նստեցրեք դրան։ Հրաչը ոստիկանության շենքից դուրս է եկել։ Զինարագես, վերջերս շատ տարօրինակ է հրաչը։ Չեմ հասկանում, ոնց որ մի ոտով ստեղ լինի, մի ոտով չգիտեմ որտեղ։ Չգիտեմ որտեղ չէ, այն 5 գործով է։ Համարի դες։ Հասել եմ։ Իրան տեսնում եմ։ Ստեղ է դեռ, հա։ Իսկ որտեղ է ապրում։ Գիտեմ այդ հյուրանոցը։ Հա, ստեղից մի 200 մետր հեռու է։ Լավ։ Հա։ Ես համոզվեմ պոչիչկա նոր կմոտենամ։ Շատ եմ խնդրում, էլի։ Մորգույն ասա, որ այդ մոնը շատ է ուզում։ Ու համել ես արդեն Արևիկին կարոտում եմ։ Հա, Պողոսյան։ Տեսեք, ես չեմ սպանել Լիլիին։ Լիլի Ադամյանի խեղտամա անելուց առաջ իր այդ սիրով են զբաղվել։ Գիտես ինչքան եմ մտածել հանդիպման մասին։ Դու վաղն ես հանդիպելու։ Ցերեկը, հետո ինքը օդանավակայան է գնալու։ Դե ես էլ կգամ։ Պարտադիր չի փողոցի կողմից մտնեք։